Եթե Երևանի կամ մարզերի ճանապարհների նման մեքենա տեսնեք, իմացեք, Հայաստանի ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի չափից շարժական լաբորատորիան իրականացնում է մայրուղիների, փողոցների մշտադիտարկում։ Դա հնարավորություն կտա ճանապարհատրանսպորտային պատահները կրճատել, բեռնափոխադրումները անվտանգությունը բարձրացնել, նրանց արտադրողականությունը բարձրացնել։ Մեքենան երթևեկելով 50-ից 60 կմ/ժ արագությամբ արձանագրում է միջպետական, հանրապետական եւ տեղական նշանակության ավտոճանապարհների ճաքերը, փոսերն ու անհարթությունները։ Սարքը բավականին բարդ է, չափում է անհարթությունները։ Դա միջազգային ցուցանիշ է, կոչվում է ԻՌԻ։ Այսինքն 1 կիլոմետր ճանապարհի վրա ճանապարհի անհարթությունների ամպլիտուդաների գումարն է։ Դրանով դասակարգում են ճանապարհը եւ դա չափազանց կարեւոր է ավտոմոբիլի երթևեկության կայունության համար։ Գրանցված ցուցանիշները թվայնացվում են, ապա գործի են անցնում մասնագետները եւ եզրակացություն կազմում ճանապարհի որակի մասին։ Ստացված արդյունքները ի շնորհիվ լազերային եւ տենզոմետրական տվիչների թվայնացված ենք մենք ստանում, որը իր հերթին այն վերամշակվելուց հետո կարողանում ենք համեմատել նորմատիվային արժեքների հետ։ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանը գործակցում է ռուս փորձագետների հետ։ Նրանք նաեւ վերապատրաստում են բուհի գիտաշխատողներին։ Փորձի փոխանակումն ու մասնագիտական զրույցները կամրապնդեն նրանց լաբորատոր հմտությունները, ասում է Կոնստանտին Ռեբրովը։ Первая лаборатория, которая приехала в Армению. Սա առաջին լաբորատորիան է, որն ուղարկվել է Հայաստան ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի հետ գործակցության շրջանակում։ Քանի որ հայ մասնագետները դեռևս չունեն սարքավորումն աշխատեցնելու փորձ, կարևոր է մեր այցը եւ փորձի փոխանակումը։ Մենք մշտական կապի մեջ կլինենք մեր հայ գործընկերների հետ եւ ամեն հարցում կօժանդակենք նրանց, որպեսզի Հայաստանի ճանապարհները եւս լինեն հարմարավետ եւ բարձր որակի։ Շարժական լաբորատորիան գերզգայուն տեսախցիկների միջոցով փոխանցում է նաև հետազոտվող տեղանքի մասին տվյալներ։ Բուհում վստահ են, գիտական ուսումնասիրությունները կնպաստեն մեր երկրի ճանապարհաշինության զարգացմանը։ Արամ Մարանդյան, Ժիրայր Հաբետյան, Մեհեր Կիրակոսյան, լուրեր։